This? Սիրելի հետևորդներ, ինձ համար մաշկի խնամքի միջոցներ են պատվիրել ու չցանկացա առանց դες բացել փորձել։ Եկեք միասին տեսնենք ինչպիսին են դրանք։ Իմ խնամքի միջոցները վերջացել էին, որոշեցի նորերը պատվիրել։ Տարբեր ապրանքանիշի խնամքի միջոցներ են, մեկից չեմ գնել։ Ես սիրում եմ փոփոխություն, տարբեր բաներ փորձել, փորձարկել, համեմատություն անցկացնել, որն է ավելի հարմար իմ մաշկին եւ այլն։ Եկեք սկսենք սրանից։ Սա դեմքի տոնիկ է վարունգով, վարունգի ջրով, այս ապրանքանիշը Հնդկաստանում բավականին հայտնի է ու շատ են գովում, անուշահոտը։ Օ, շատ լավն է։ Մի հատ դեմքիս։ Հա, շատ լավն է։ Շատ թունց չի բույրը, մեղմ բույր է ու անուշ։ Մյուսն այս ապրանքանիշի դեմքի տոնիկն է, սա վարդաջրով է։ Այս ապրանքանիշից էլի եմ օգտվել, օճառներ եմ գնել, մազի շամպուն եմ գնել ու քանի որ ինքը բնական հումքից է պատրաստված, մազի շամպունն այդքան էլ չփապկացրեց իմ մազերը, չնայած որ գրված էր չոր մազերի համար, բայց շատ արդյունք չտեսա, որովհետև ինձ թվում է բնական հումքից պատրաստված շամպունի հիմնականում մազերի համար նախատեսված միջոցների մեջ ինչ որ քիմիական նյութեր չեն ներառում, դրա համար չի փապկեցնում, էլի։ Ոյ, թունդ է մի քիչ հոտը։ Չբացեմ, որովհետև հենց այսպես էլ բույրը զգում եմ։ Կօգտագործեմ։ Մյուսը այս նուշի յուղն է, որ եւ մազերի համար կարող ենք օգտագործել եւ մաշկի խնամքի համար 100% մաքուր եւ բնական առանց ավելորդ բույրերի, ավելացումների, հավելումների նուշի յուղ գրված է վրան։ Կարծում եմ ձեզ գները կհետաքրքրեն, դրա համար գները կնշեմ էկրանին։ Ինձ օրինակ հետաքրքիր են, երբ ինչ-որ բլոգեր ներկայացնում է ցույց է տալիս իր խնամքի միջոցները եւ ոչ միայն խնամքի, ինչ-որ գնումներ է կատարել, պայուսակ, հագուստ, կոշիկ, ինչու՞ չէ նաեւ մթերային գնումները, ինձ հետաքրքիր է իմանալ դրանց գները, ակամայից համեմատական եմ տանում ու ասում եմ, օй, օրինակ մեզ մոտ ավելի մատչելի է կամ մեզ մոտ ավելի բարձր է գինը դրված, ուղղակի հետաքրքիր է, էլի այդ գնային համեմատությունը անցկացնել երկրների միջև, նմանատիպ ապրանքների։ Իհարկե, եթե ես ասեմ, օրինակ, այս նուշի յուղն արժի 500 դրամ կամ 1000 դրամ, դուք չեք կարողանալու գնալ ձեր մոտի խանութից գնել անգամ եթե մատչելի լինի ձեզ համար, բայց հետաքրքիր է ուղղակի իմանալ, եթե ոչ հենց այս ապրանքանիշի, այլ օրինակ ձեր մոտ ինչ կարժենա օրգանիկ մաքուր նուշի յուղը արդեն գաղափար կունենաք, կհամեմատեք։ Հաջորդը դեմքը լվացող մաքրող այս գելն է, փոքրիկ է շատ, 50 մլի է ընդամենը, մի հատ բացենք բույրը զգանք։ Շատ լավն է, մեղրի, կիտրոնի եւ վարդաջրի հիմքով փորձեմ, տեսնեմ։ Մյուսը գիշերային խնամքի համար է նախատեսված, դեմքի շիճուկ է, շաֆրանով կամ զաֆրանով, այստեղ գրված է կումկումադի, կումկում նշանակում է շաֆրան, այուրվեդիկ, բուսական խնամքի միջոց է, այուրվեդիկ, գիտեմ, որ շատերդ գիտեք, մի խոսքով, այսպեսի հետաքրքիր սիրունիկ տուփով է, տեսեք, բարձիկներով, անուշ չի բուրում, սկզբի համար ասեմ, որ անուշ չի բուրում, հենց զաֆրանի հոտ է գալիս, հա, բուրում է ինչպես զաֆրանը, սառեցնող հատկություն ունի, շատ հենց բնական բույր է գալիս, բնական, ոչ մի ավելորդ օծանելիքային բույր չի գալիս, փորձեմ մի որոշ ժամանակ տեսնեմ տարբերությունը մաշկիս, ժողովուրդ երկու հատ էլ կորեական ֆիրմայի ապրանք են պատվիրել, հիմա ասեմ որ ֆիրմայի, սա է, գուցե շատերի ծանոթ է, գուցե օգտագործել եք, եթե օգտագործել եք գրեք իմանամ, սա
արևապաշտպան կրեմ է, փոքրիկն եմ վերցրել, որպեսզի տեսնեմ մաշկիս ինչպես է անդրադառնում, եթե դուրս գա, մեծն էլ կվերցնեմ։ Հիմնականում ասում ենք արևապաշտպան քսուկները արևից պաշտպանելու համար են։ Արևի տակ դուրս գալուց 30 րոպե առաջ օրինակ քսել, նոր դուրս գալ, բայց մաշկի խնամքի մեջ նաև մտնում է արևապաշտպան քսուկ քսելը, անգամ տնային պայմաններում, եթե տանից դուրս չեն գալիս, տանն ենք մնում, մաշկի խնամքը ամբողջացվում է նաև արևապաշտպան քսուկ քսելով։ Ես մի անգամ գնացի մաշկաբանի մոտ, քանի որ նկատել էի դեմքիս վրա արևից առաջացած մքեցված կետիկներ, մտածեցի գնամ տեսնեմ ինչից է ու ինչ կառաջարկի։ Ինձ հարցրեց արդյոք ես շատ եմ գազօջախի առջև կանգնում, որովհետև արևից բացի գազօջախի օգտագործումն էլ կապ ունի, որովհետև դրանից էլ ինչ որ վնաս է գալիս մաշկին։ Ոյ, շատ լավն է։ Տեսնեմ ինչպես է նստում, վրան գրված է, որ արագներ ծծվում է, չի յուղոտացնում մաշկը եւ ինչ որ սպիտակ հետքեր չի թողում, ինչպես օրինակ որոշ արևապաշտպան քսուկներ։ Տեսնենք, շատ անուշ է բույրը ու կեղծ անուշ չի, արհեստական բույր չի, էլի ոնց որ շատ բնական, շատ նուրբ բույր է գալիս, ինչ լավն է։ Դեմքիս ոչ տոնային կրեմ եմ քսել, ոչ դիմափոշի եմ քսել, այնպես որ սա իմ բնական դեմքն է, մաշկն է, կարող եմ դրա համար ազատ այսպես տարածում եմ դեմքիս։ Շատ թեթև է ժողովուրդ։ Եթե կգտնեք խանութներում կամ Wildberries-ից շատ է չէ պատվիրում հիմա Հայաստանում շատ տարածված է։ Դե կտեսնեմ իհարկե բարբերաբար օգտագործումից, պաշտպանում է արդյոք արևից թե ոչ, ինչքան է լավացնում մաշկիս որակը, բայց այս պահին ընդհանուր թեթևությունը, փափկությունը, տեսեք, արագ ներծծվեց ու չյուղոտացրեց, էլի ոնց որ։ Եվ վերջինը կոլագենով խոնավեցնող միջոց է, այստեղ գրված է 92% խխունջի այդ մածոցիկ զանգվածից է պատրաստված, հետաքրքիր է, տեսնենք ինչպես է բուրում, շատ լավն է, տարան, ապակյա, տեսեք, ճևում է, առանձնապես բույր չունի, շատ թեթև, ոչ խիտ, մի փոքրիկ վերցեցի ու ահագին կարողացա տարածել։ Կօգտագործեմ ձեզ կտեղեկացնեմ, ինչպես ասում են, update կանեմ, ձեզ կասեմ ինչպիսին է մի որոշ ժամանակ օգտագործելուց հետո։ Վերջ, այսքան բան։ Սիրելի հետևորդներ, Ռոնիի սենյակի պատին այսպիսի ստիկերներ ենք փակցրել, ամուսնուս մտահղացումներ սա, ինքն է ընտրել, շատ գեղեցիկ է ստացվել իմ կարծիքով։ Հիշեք։ Մյուս պատին էլ ծառն ենք փակցրել գրքերով, մրգերով, տերևներով, ծաղիկներով։ Էլի ըստիս շատ գեղեցիկ է ստացվել ու ոնց որ լցրել է, էլի, որովհետև ամբողջությամբ դատարկ էր։ Եթե կհիշեք, այս պատը նախշերով էր, 3 գույնանի էր, հենց ինքն իրենով արդեն դիզայն ուներ ու դատարկ չէր, բայց հետո վերանորոգում ենք արել տանը, ներկել ենք ու միագույն ենք արել, այդպես ոնց էր մի փոքր դատարկ էր։ Մտածեցինք ինչ որ ավելացում անել, հետաքրքիր դպրոցականին համապատասխան գրքերով Արեգը անընդհատ մոտենում է, փորձում է փակցրած տերևները պոկել։ Այստեղ էլ մատիտ է ընկել ձեռքը ու մատիտով նախշել է։ Ռոնին մատիտները հանում է, դասավորելու ընթացքում մի քանի հատը այդպես հայտնվում են հատակին։ Ցույց տուր։ Ու պոկել ես, ցույց է տալիս իր պոկած այդ մի տերևի մի կտորիկը պոկել է։ Ինչի ես պոկել բա։ Ինչո։ Ռոնին իր հինդի դասն է կերկնում, լսեք, տեսեք ոնց է կարդում։ चिड़िया ओ चिड़िया कहाँ है तेरा घर उड़ उड़ आती है जहाँ से फरफर वन में खड़ा है जो बना सतरवर उस पर बना है खरपातों वाला घर उड़ उड़ आती हूँ वही से फरफर उड़ उड़ जाती हूँ वही से फरफर Դու կարող ես կարդալ, Արեգ, չես կարող։ baby language say baby like a o like this o on Հացկեր որ պատրաստվես արդեն Am դպրոցի։ իբան եմ ուզում անեմ, ես ուզում եմ չտեսնեմ ասել Չտեսնես ասես, անգիր ասես, ասա։ चिड़िया ओ चिड़िया कहाँ है तेरा घर उड़ उड़ आती है जहाँ से फरफर चिड़िया ओ चिड़िया कहाँ है तेरा घर उड़ उड़
जाती है जहाँ से फरफर उड़ उड़ आती हूँ वहीं से फरफर उड़ उड़ जाती हूँ वहीं को फरफर Ապրես, շատ ապրես։ Լոնիեն քնության են պատրաստվում, կրկնում են այս ամբողջ շաբաթը դպրոցում կրկնողություններ բոլոր առարկաներին, որոնցից որ պիտի քնություն հանձեն։ Այսօր բանավորի քնության կրկնությունն է, ես պարապում էր։ Գնացինք։ Ռոնիս ինչպես միշտ ինձ համար ծաղիկներ է բերել այգուց։ Չնայած ամեն անգամ ասում եմ, որ մի պոկիր, բայց մեկը ինքը բերում է։ Ռոնին ճանապարհեցինք դպրոց, ուզում էի Արեգին քնացնել, բայց չքնեց։ 30 րոպե փորձեցի, իջավ գնաց մահճակալից։ Չես քնում? Արեգ, քունը տանում է, բայց բալ։ Իմ այսօրվա կատարած գնումներից մի քանիսն էլ եմ ուզում ձեզ ցույց տալ, որ մաշկի խնամքի հետ ընդհանրապես կապ չունեն, բայց իմ եւ ձեր սիրելի սուրճը արաբիկա պատվիրել եմ այս ապրանքանիշին առաջին անգամ, ասում եմ էլի, ոչ միայն խնամքի միջոցները, այլ ընդհանրապես ամեն ինչը ես սիրում եմ տարբեր ապրանքանիշերի օգտագործել ու տեսնել, համեմատություն անցկացնել ու հասկանալ որն է ավելի լավը, որն եմ ավելի շատ հավանում։ Իհարկե լինում է, որ հենց նույնին եմ կպնում ու ամիսներ շարունակ նույնից եմ գնում, բայց նաև սիրում եմ փորձել նորերը։ Դա նույնից եմ գնում, երբ որ շատ եմ հավանում, սրա բույրը զգանք, ոյ, սուրճի։ Ախ, շատ անուշ։ Գժվում եմ սուրճի համար, շատ եմ սիրում։ Սուրճ ասում եմ, արդեն թարմություն եմ զգում։ Հաջորդը այս կակաոյի հատիկներն են, արդեն բացել եմ, տեսել եմ մեջինը։ Ես սովորաբար գնում եմ կակաոյի փոշին, չքաղցեցվածը, առանց շաքարին, այդպես ավելացնում եմ կաթի մեջ Ռոնիի համար, ինչ որ փենքեքեր որ պատրաստում եմ կամ թխվածքի համար, բայց այս անգամ մտքովս անցավ գնել հենց կակաո, տեսնել ինչպիսին է այն ու փոշոց ոնց է տարբերվում ու ես կկարողանամ օգտագործել, ճիշտ օգտագործել սա։ Դեռ չգիտեմ ոնց եմ օգտագործելու, ճիշտն ասած փորձեցի բլենդերով հարել, օրինակ իմ սուրճն էլ եմ ես բլենդերի փոքրիկ տարայով հարում, աղում շատ լավ է ստացվում, սա էլ փորձեցի, չստացվեց, սա ավելի կոշտ է, ուղղակի սրան լավ աղաց է պետք ինձ թվում է ու ամեն ինչ տեղը կընկնի, կփոշիացնի կարգին ու ես կկարողանամ օգտագործել։ Հաջորդը շոկոլադե հատիկներ եմ գնել, դառը շոկոլադ։ Սա էլ քուքիների մեջ, թխվածքաբլիթների մեջ կավելացնեմ Ռոնիին որպես մոտիվացիա ուտելու, օրինակ եթե թխվածքաբլիթի մեջ բանան եմ օգտագործել կամ դդում եմ օգտագործել ու ինքը զգում է, որ մի բան այն չէ, որովհետև եթե իմանա դդում է դժվար թե ուտի, եթե ավելացնեմ շոկոլադե հատիկներ, չի նկատի, որ դդում եմ մեջը կամ բանան է մեջ։ Այստեղ ունեմ այսպիսի, կարծեմ բելգիական է սա, դառը շոկոլադ է 70%-անոց։ Հենց այս ապրանքանիշի շատ տարբեր շոկոլադներ ենք իհարկե փորձել, բայց հենց այս մեկը առաջին անգամ եմ գնել, ուզում եմ հիմա բացել, ձեզ հետ փորձել։ Լավն է։ Ոչինչ չկա մեջ, մեն դառը շոկոլադ։ Մի շոկոլադ էլ կա, որ ես շատ եմ սիրում, էլի 70%-անոց մուկ շոկոլադ է ու գրեթե դրա համին է։ Ոնց որ նույնից լինի ճիշտն ասած։ Շատ տարբերություն չզգացի, բայց նա ավելի մատչելի էր, քան սա ավելի թանկ է։ Ռոնիի աչքից հեռու, Ռոնիին ես օրական տալիս եմ մի սալիկ շոկոլադ ու վերջ։ Չնայած ինքը շատ է ընկնում իմ ետևից, խնդրում է, բայց ես կանոն եմ սահմանել մեր տանը, նախ մի կտոր եմ տալիս, մի սալիկ, երկրորդն էլ 6-ից հետո չեմ տալիս ընդհանրապես շոկոլադ։ Սա էլ հնդկական ամուլ ապրանքանիշի դառը շոկոլադ է։ Սա էլ չեմ փորձի, որովհետև համն արդեն գիտեմ։ Մի խոսքով թխվածքի համար եմ գնել այս շոկոլադը։ Վերջ սիրելիներս, այսքան բան, այս պահի համար այսքանը, շատ վաղուց իմ գնումներով ձեզ հետ չէի կիսվել։ Դե գնացի Ֆրանսիա, հետո այնտեղից մի քանի ամիս հետո սկսեցի վլոգները տեղադրել, հետո Ֆրանսիայից վլոգներ, Հնդկաստանից մեկում մի երկու վլոգ դրեցի, նորից Ֆրանսիա, Իսպանիա, ու այդպես այս իմ առօրյական վլոգները վաղուց չէիք նայել ու իհարկե եթե չեմ նկարում, գնումներն էլ չեմ նկարում։ Գնումները գալիս են, գնում են, ամեն ինչ տեղի է ունենում իմ կյանքում, բայց դրանք չեն երևում վլոգներում, որովհետև դեռ չէի սկսել ինչ-որ ամենօրյա վլոգներ նկարել, ձեզ հետ կիսվել իմ առօրյայով, իմ գնումներով, անցուդարձով եւ այլնով։
Քանի որ այս վլոգային թեմայով խոսեցի, հիշեցի, ուզում եմ ձեզ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր ձեր բարեմաղթանքների ու ջերմ խոսքերի համար, որ ուղղել եք վերջին վլոգի տակ։ Եղբորս ծնունդն եք շնորհավորել, Արեգյատ ամհատիկն եք շնորհավորել, բոլորդ կիսել եք իմ ուրախությունը, որ գնացել եմ հանդիպել եմ ծնողներիս մի քանի տարի անց։ Մի խոսքով շատ լավ ժամանակ ենք անցկացրել, հարգելիներս, շնորհակալ եմ ձեզ, որ կարողանում եք ուրախանալ դիմացինի ուրախությամբ, կիսել այդ ուրախությունը, ինչու՞ չէ նաև արտահայտվել, ոչ միայն ձեր մեջ պահել, այլ նաև արտահայտվել, ինչը բնական է, շատ հաճելի է ինձ երբ կարդում եմ կոմենտները, հավատացեք ֆիզիկապես, ուղղակի ժամանակի առումով եւ ֆիզիկապես չեմ կարող բոլորիդ հաթաթ պատասխանել, բայց անպայման բոլորը կարդում եմ, բոլորը սրտիկում եմ, անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։